Ալավերդի համայնքի հավաքանու այսօր գումարած նիստում ի թիվս այլ հարցերի ներառված էր նաև թիվ 1 և թիվ 2 ԲՇՏ-ների և թիվ 5 և 6 մանկապարտեզների լուծարման հարցը։ Քաղաքի բնակիչների դժգոհությունը բնակչահագործման տեղամասերի աշխատանքից ակնհայտ է, ասաց Ղումաշյանը։ Ալավերդիում բնակֆոնդի շահագործում և սպասարկում իրականացնող կառույցներն ըստ Ղումաշյանի չեն հավաքագրում համապատասխան եկամուտներ սպասարկման համար և ստացված շահույթը ծախսվում է միայն աշխատավարձերի վճարմանը, հետևաբար տուժում է բնակֆոնդը։ Գործող ԲՇՏ-ների լուծարման գործընթացը կտևի 2 ամիս, այդ ընթացքում կստեղծվի նոր ավելի արդյունավետ գործող կառույց, ասաց համայնքապետը։ Ստեղծվել է նոր կազմակերպություն, հիմա ինչու չեմ կոնկրետ նշում ԲՇՏ, Փակ բաժնետարական ընկերություն, թե այլ կազմակերպություն, մենք ժամանակ ունենք, 2 ամիս ժամանակ կունենանք և դրա մասով քննարկումներից հետո կստեղծվի այլ կառույց, որտեղ մեր նպատակը լինելու է հետևյալը. կառույցը պետք է լինի աշխատակիցներով համալրված տարբեր մասնագետներ։ Ուզում ենք այդ կառույցում աշխատեն զոդողներ, գոյուղու մասնագետներ, տանիքի մասնագետներ, փականագործներ և բնականաբար մաքրության հետ կապված աշխատակիցներ կունենանք և ուզում ենք այդ կառույցը իրականում տեխնիկապես զինված լինի այն գործիքներով անհրաժեշտ, որը որ հարկավոր է տվյալ աշխատանքները կատարելու համար։ Ավագանու նիստին ԲՇՏ-ների ղեկավարները ներկա չէին, հետևաբար դրանց լուծարման հետ կապված հակադարձ փաստարկներ չհնչեցին։ Իսկ Ալավերդու թիվ 5 և 6 մանկապարտեզների լուծարման և նոր կանոնադրության ոչ առևտրային կազմակերպություն հիմնադրելու հարցի շուրջ քննարկումներ ծավալվեցին։ Սակայն նախ համայնքի ղեկավարը անդրադարձավ լուծարման անհրաժեշտությանը։ Նախաձեռնությունն ամբողջովին համապատասխանում է համայնքների խոշորացման ռազմավարական հայեցակարգի տրամաբանությանը ու համայնքների միավորման սկզբունքներին, այն իմաստով, որ իրավաբանորեն մեկ համայնքի համարվող վարչատարածքային միավորումում իրար հարակից շատ մոտ գտնվող միևնույն գործառույթ իրականացնող տարբեր կազմակերպությունների տնտեսական կառավարումն անշահավետ է, իսկ վարչականը աննպատակահարմար, քանի որ ըստ էության վարչատնտեսական գործառույթ իրականացնող ադմինիստրատիվ պաշտոնները երկու կազմակերպությունում էլ կրկնվում են՝ տնօրեն, հաշվապահ, տնտեսվար։ Հետևաբար, հիշյալ կազմակերպությունների միավորմամբ կստեղծվի կառավարման առումով առավել ճկուն, իսկ հաստիքների օպտիմալիզացման արդյունքում առավել արդյունավետ ենթակառուցվածք։ Ըստ էության, երկու մանկապարտեզների աշխատակազմերի համար անցկացվելու են նոր մրցույթներ, թիվ 6 մանկապարտեզի շենքն արդեն 2 տարի է հիմնանորոգման մեջ է, թիվ 5 մանկապարտեզում շինարարությունը նոր է մեկնարկել։ Երկու մանկապարտեզի դեպքում էլ խմբերի կրճատման կամ ուսումնադաստիարակչական պրոցեսի վրա ազդեցություն չի լինի, ասաց համայնքի ղեկավարը։ Տարատեսակ մեկնաբանություններ են լինում, տարատեսակ մեկնաբանություններ կարող են լինել, բայց վստահեցնում եմ, որ այս գործընթացը միտված չէ որևիցե մեկ մանկապարտեզի կամ մեկ ԲՇՏ-ի կամ նույնիսկ դուք տեսաք նաև մեր նիստում, որ համայնքապետարանի տարբեր բաժիններում հաստիքների կրճատում, ավելացում, այս ամենը ինչու չի արվել, օրինակ, կես տարի առաջ, հարց կարող է չէ առաջանալ, կամ 1 տարի առաջ, որովհետև դրա համար մեզ ժամանակ էր պետք, որ հասկանանք, որ որն է ավելի համայնքին, այսինքն մեր կատարվող քայլերից որն է ի նպաստ համայնքի։ Մանկապարտեզների տնօրենները ավագանու նիստին ներկա են ու թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հաղվերդյանը մի քանի փաստարկներ ներկայացրեց, ըստ որի հաստիքների համատեղումն անհնար է։ Ուրեմն տնտեսվար հաստիքը երբեմն շփոթում ենք օժանդակ բանվորի հաստիքի հետ, տնտեսվարը ինքը խոհանոցում է աշխատում նաև, ամեն օր գրամ դուրս է գրվում ճաշացանկում նախատեսված սննդամթերքը, պահեստում անընդհատ աշխատա, այսինքն մեկ անձը հնարավոր չէ ժամանակի մեջ տեղավորվել և ճաշացանկը կազմակերպել, ստորագրել, պատրաստել նյութերը, կշռել, դա ֆիզիկապես հնարավոր չէ, սա չենք շփոթում օժանդակ բանվորի հետ։ Ու տնտեսվար այդ նշանակությամբ, որ գույքի պատասխանատու է, գույքի որակի համար, այլ աշխատանքների համար։ Այս առումով տնտեսվարի
խոհանոցի հետ կապված աշխատանքների հետ կապված ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հնարավոր չէ դիմացնել։ Մանկապարտեզի տնօրենը նաև հետաքրքրվեց կոնկրետ իր աշխատել-չաշխատելու հարցով, նշելով, որ կոլեկտիվի եւ համայնքի ղեկավարի թեմայի շուրջ առանձին քննարկման ժամանակ իր հարցի պատասխանը չի ստացել։ Ունենամ ժամանակավորապես աշխատելու հնարավորություն, մրցույթ հայտարարվելու է թե ոչ, կամ եթե միացնում եք, ինչու 3 մանկապարտեզ չենք միացնում, կամ ինչու մի հատ որոշումով վերև ներքև մանկապարտեզ, կամ ինչու մեզ հետ չի քննարկվել, որ մենք էլ հասկանանք, վերջապես պրակտիկայում հարգելիներս մենք ենք աշխատում ու շատ պատասխանատու գործ ենք անում։ Կներեք, դուք եկել եք, որ պատասխանենք, դուք եք աշխատելու թե ոչ։ Ոնց է լինելու հետագա գործընթացը։ Ես եմ ասել, ոնց է լինելու։ Լուծարվելու է ստեղծելու նոր հոակ եւ ստեղծելու նոր մանկապարտեզ։ Ահա, հաստատները բարձ է, տնօրենի հարցը ով է լինելու տնօրեն։ Ոնց է, հա, ինչ որոշում։ Ոնց է, չկներեք Տիկին Ախորջյան, հիմա նորից մենք վերածում ենք, ես բանավեճի չեմ ասում, ես նորից եմ ասում եւ չեմ ուզում այլևս ընթացում անել, ես որոշում չունեմ։ Ձեր մտահոգությունը բոլորիս հասկանալի է, բայց եթե ձեր խոսքի մեջ, ձեր արտահայտման մեջ որևէ մի անգամ երեխայի շահը գոնե դուք առաջ բերեք, գոնե դուք ձեր խոսքի մեջ գնացեք երեխայինների համար դա լավ կլինի կամ բան, դուք ինձ սկսել եք մենակ ձեր անձից։ Հարգեք երեխայի շահը մեր սուրբ պարտականությունն է եւ դա հիմնավորեք, դուք հիմնավորեք դա, դուք մենակ ձեր անձն եք առաջ քաշում, ձեր կոլեկտիվի, ձեր ամբողջ խոսքը ձեր անձի շուրջ էր։ Մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հաղվերդյանը հայտարարեց, որ կոնկրետ իր անձի նկատմամբ միտում է տեսնում, քանի որ նախորդ տարվա դեկտեմբերից համայնքի ղեկավարի անունից իրեն հասցեագրվում են գրություններ տնօրենի բացակայությունների վերաբերյալ։ Տիկին Հաղվերդյան, մենք եկել ենք, այցելել ենք մանկապարտեզ, դուք չեք գտնվել ձեր աշխատանքի վայրում, տվեք բացատրություն, առաջ անգամ տվեցի։ Ես իմ պարբերաբար այցելում եմ, իմ վերահսկողությունը սահմանում եմ, գույք եւ այլ, ինչ որ ինձ հատկացված է, բայց ֆիզիկապես, քանի որ պայման չկա, շինարարության մեջ նստեմ, աշխատեմ, տարական փոշու մասին է խոսք, ասենք, եթե նույնիսկ մաքրություն գնաս, ժամը 1-2 մատ փոշի նստել։ Զարմացա, բայց պատասխանեցի։ Մի փոքր անց նորից նույն տեքստով, նույն բանը, գրությունը։ Նման abովանդակ մի քանի գրությունները ու ելի մի շարք հանգամանքներ տնօրենին թույլ են տալիս ենթադրել, որ տվյալ պաշտոնի համար այլ նախընտրելի թեկնածու կա։ Ինձանից ազատվելու խնդիրն է, ես գնալու եմ դատարան։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։